նկատում եք պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը փորձած ճանաչել։ Կուսակցություն։ Նախ պաշտոնյաների արձակուրդի հարգելի գործընկերներ, պաշտոնյաները որ ինֆորմացիոն արձակում, եթե ես չեմ սխալվում, ես կարգավիճակը չի փոխվում։ Իսկ պաշտոնյան շարունակում է համարել լինել այդ պաշտոնյան, ուղղակի ինքը այդ փուլում գտնվում է արձակուրդում։ Ես պիտի ընթերցեմ ընտրական օրենսգրքի հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները, այս 99 հոդվածի երկրորդ մասի երկրորդ տարբերություն է։ 91-րդ հոդված, երկրորդ մաս, երկրորդ տարբերություն։ Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները բացառությամբ հանրապետության նախագահի, ազգային ժողովի պատգամավորների եւ կառավարության անդամների Սյուն օրենսգրքի սահմանած նախընտրական կառավարության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատում են իրենց ծառայական պարտականությունները կատարելուց։ Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունը աշխատանքից համարվում է հարգելի առանց վարձատրության պահպանության։ Այսինքն այս ձևակերպից ակնհայտ է, որ օրինակ վարչապետը եւ կառավարության անդամները, պատգամավորները կարող են շարունակել պաշտոնավարել, բայց ըստ էության եթե շարունակեն պաշտոնավարել, ովքեր շարունակեն պաշտոնավարել, իրենք աշխատանքային ժամերին այլ բանով զբաղվելու իրավունք չեն ունենա։ Ավելին, այստեղ մի քիչ կարծում եմ նաև աշխատանքից հետո մի քիչ կառավարության անդամների դեպքում այս խնդիրը օրինակ աշխատանքից հետո, որտեղ երբեմն իրենք կարող են օրինակ սովորական պայմաններում 18:00 չսահմանափակվի իրենց աշխատանքային օրը։ Ու այն հանգամանքը, որ ովքեր որ պատրաստվում են օրինակ քարոզությամբ զբաղվել, իրենք արձակուրդ են մեկնում, դա պիտի ողջունեն, ուղղակի այսպես ասեմ։ Պիտի ասենք, որ ապրեք, որովհետև հակառակ դեպքում անընդհատ այդ խնդիրը գալու է, այ ասենք 18:00-ից հետո էլ անընդհատ կարող է խնդիրը գալ եւ չէ, այս դեպքում շատ սա ինչ է ասում, այո, օրինակ վարչապետը պետական պահպանության ներքո գտնվող պաշտոններ, բայց նախարարները, եթե չգիտեմ, ինչ-որ առանձին նախարարներ հատուկ վարչապետի հրամանով չեն գտնվում, որոշմամբ չեն գտնվում պետական պահպանության ներքո, իրենք ստացվում է, որ օրինակ արձակուրդում գտնվելուց, չէ՞, ասենք ես որ ծառայական ժամերից դուրս, իրենք օրինակ իրենց ծառայական ավտոմեքենաները չեն կարող օգտագործել։ Իսկ իրենք պիտի քարոզարշավի գնան, իրենց մեքենայով կամ չգիտեմ, այդ տարբերակ, հա, ավտոբուսով, չգիտեմ, նկատի ունեմ, այդ ծառայական մեքենան չեն կարող օգտագործել։ Իրենք ծառայական մեքենան կարող են օգտագործել բացառապես իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու նպատակով։ Հաջորդ խնդիրը հոգեկան առողջության խնդիրը, արգելի լրագրողներ ջան, ես տեսեք, ես չեմ ուզում, մարդկանց չի կարելի ուղղակի այսպես ասեմ, առողջական վիճակով պայմանավորված, իրենց ես ուղղակի պիտի ընթերցեմ ընտրական օրենսգրքի ձևակերպումը, որը որ նաև սահմանադրությունից է վերցրած։ Նայեք, ընտրելու իրավունք չունեն, դատարանի օրինակը ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, այս շարունակեմ, բայց մնացածը ձեր հարցին չի վերաբերում, այսինքն դատարանի ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք, այս անաշխատունակության հետ խնդրում եմ չշփոթել, որտեղ մարդը կարող է անաշխատունակ լինել, բայց ինքը չլիներ անգործունակ։ Անգործունակ ճանաչում են բացառապես այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն իրենց կյանքը, իրենց գույքը տիրապետելու հնարավորություն չունեն։ Դատարանը գնահատում է, որ անձը ինքնուրույն իր կյանքը, իր գույքը տիրապետելու հնարավորություն եւ դատարանն է միայն անձին, դատարանը կարող է անգործունակ ճանաչել եւ այդ պահից, երբ որ
դատարանի այդ ակտը ուժի մեջ է մտնում, տվյալ անձը ոչ կարող է օրինակ եթե սեփականություն ունի, չի կարող իր սեփականություն անգամ տիրապետել, որովհետև ես օրինակ լրագրող ժամանակ հիշում եմ, որ եղել էր դեպք, երբ որ նման մի քաղաքացուց երշիկով տան սեփականություն, այսինքն տունը տվել է, հա, հետո հարազատները բողոքում էին, բայց ամբողջ խնդիրը այնտեղ չեմ հիշում ինչու չէին արել, ամաչել էին, այսինքն ինչ-որ մեկը իմացել էր, որ տվյալ տունը սեփականատերը այդ երիտասարդն է, որը որ նման խնդիր էր ունեցել, բայց քանի որ ինքը որևէ իր անգործունակությունը դատարանում արձանագրված չէր եղել, դա չէր արձանագրված եղել, թե ոնց էին հաջողացրել, բան էին արել, ու իրենք այդ հարազատները ասում են, որ ընդամենը մի հատ երշիկ է տվել, ինչ են տվել, այդ տվել են այդ թղթերը ստորագրել, թղթերը ստորագրել են, տարել էին կադաստրում, գրանցել են եւ այլն, հետո իրանք ընկել էին ու իրանք էլ չէին կարողանում հետքը գտնել, որովհետև այդ գործակից անմիջապես հետո տունը վաճառվել էր երրորդ կողմի, որը որ բան էր նորմալ գնորդներ են, այսինքն իրենք իսկի չէին էլ իմացել, որ ասենք այդ ոնց է, ու այդ ովքեր որ այդ արել են, անհետացել են, հետախուզում էր հայտարարված, բայց վերջ, ու այն գնորդը, որ կար իր բարեխիղճ գնորդ էր, այդ գնորդը բանից հետ, սա ինչի համար ասում օրինակ անգործունակ, ես սա անգործունակ ճանաչելու ինստիտուտի կարևորություն, այսինքն ինչու է դա այդ ինստիտուտը գոյություն ունի։ Դա համար սա նաև սահմանադրությամբ ամրագրված, որ դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացիները ընտրելու իրավունք չունեն։ Եվ երբեմն ուղղակի մարդիկ անդադ մեկ-մեկ շփոթում են անաշխատունակության հետ, որովհետև անաշխատունակությունը դա արդեն զուտ կարող է լինել ֆիզիկական առատ, այսինքն ֆիզիկական խնդիր մարդու մոտ։ Չէ, մի րոպե, տնային կալանքը։ Ես այստեղ 4 հարց եմ գրել։ Տնային կալանքը մեզ պրոբացիայից մեր արտադրության նախարարության մեր գործընկերները հավաստիացրել են, որ խնդիրը կարգավորված է եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ընտրելու իրավունք ունեն եւ ցանկություն ունենան, այսինքն գտնում են տնային կալանքի ներքո ցանկություն ունենան ընտրելու իրենց իրավունքը կապավի, այսինքն իրենց կուղեցեն տեղամաս, մի խոսքով մեզ ասել է, որ իրենք խնդիրը լուծված է, այսինքն ենթադրում որ աշխատանքի բաժանում չկտում։ Ամեն դեպքում մեզ ասում են մի անհանգստացեք, բոլոր այն ովքեր որ տնային կալանքի ներքո ընտրողներ են եւ իրենք ցանկանան գնալ տեղամաս կիվարկել, մենք իրենց իրավունքի իրացումը կապանք։ Եվ կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչել։ Ասեք, ըստ էության կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար 19-րդ հոդվածն է, դա լիքարոշության բլոկն է։ 8-րդ մասն է, եթե չեմ սխալվում։ Ասում է, եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունի արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների վրա, ապա տեխնացուի ընտրությունների մասնավոր կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հազարը դիմում է դատարան տեխնացուի ընտրության մասնավոր կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ու ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Եվ այստեղ դատարանին էլ հստակ ասում թե որ դեպքում դատարանը տեխնացուի ընտրության մասնավոր կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում այն եզրակացության, որ խախտումը կատարվել է կամ ուղղորդվել է տեխնացուի կամ ընտրության մասնակցող կուսակցության կողմից։ Սա այն դեպքն է, այն նկարագիրը, որը տալիս է ընտրական օրենսգիրքը։ Եվ մինչև մենք չունենանք նման դեպք կամ նման դեպքի մասին ունակ դիմում, որ այս երևույթի գործ ունենք, ես ձեռնպատվանամ որևէ գնահատականներ
տալուց։ Ես կարող եմ ուղղակի ասել, որ միշտ ընտրությունների ժամանակ լինում են օրինակ հարության հետ կապված, չգիտեմ, թերություններ, օրինակ պաստառներն են չնախատեսված վայրերում փակցնում եք անդադ, դրա կարող հստակ ասում եմ, որ թե ինչպես պիտի հեռացվեն կամ ասենք մենք պարբերաբար կոչ ենք անում օրինակ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական հարթակների օրինակ էջերում քարոզչական նյութեր տեղադրելուց ձերը երբեք չանել, եթե նույնիսկ որևէ կերպ հանգած ինչ-որ մեկ հանգած սխալվում է, մենք հետամուտենք անմիջապես հեռացի։ Ու կարող եմ ասել, որ այս դեպքում նույնիսկ վերջերս ես կատակում ենք, որ գուցե մամուլի քարտուղարների համար էլ հատուկ դասընթացներ կազմակերպենք, որովհետև ես մեր օրինակով կարող եմ ասել, կայի Facebook-յան էջը եւ ամբողջ սոցիալական հարթակները սեդան է։ Ինքն է որոշում, այնտեղ ինչ կդնի, ինչ չի դնի։ Ես ենթադրում եմ, որ մնացած հիմնարկներն գերատեսչությունները չեմ, միշտ տեղում պիտի որ մամուլի քարտուղարները տիրապետեն։ Ու ասենք մամուլի քարտուղարի կողմից օրինակ պատգամավոր տեխնացու իր ղեկավարի օրինակ քարոզչական նյութը տարածելը այդ մեղմ ասած շատ վատ արարքա իր ղեկավարի հանդեպ։ Որովհետև բոլորը ոչ են ասել մամուլի քարտուղարներ այդ էջը վարում, նրա ասենք այդ սխալը արել, բոլորը մեղադրել են այդ պաշտոնյանին, ասել են, որ իր քարոզչությունը պետական հիմնարկի կամ գերատեսչության սոցիալական հարթակով իրականացվում։ Կարծես սպասի։